Ինչու է սուրբերի բարեխոսությունը կարևոր, որտեղ նրանք արդեն գիտեն որն է Տիրոջ կամքը, մենք մեր աղոթներով կարող ենք սխալ բաներ խնդրել, իսկ նրանք քանի որ գիտեն ինչ է պետք այս երկրի ապրելով փրկության հասնել, ուրեմն նաև իրենց աղոթներով բարեխոսում են այն ճշմարտության ճանապարհը գտնել, որ տանում է դեպի Քրիստոս։ Պողոս առաքյալը Եփեսացին համակի մեջ ասում է. խնդրում եմ աղոթեք ինձ համար, որպեսզի կարողանամ Աստծո խոսքերը ճիշտ մեկնաբանել եւ հասցնել մարդկանց։ Ինչու Պողոս առաքյալը ուղղակիորեն Հիսուսից չի խնդրում, որ Տեր ինձ իմաստություն տուր քո խոսքերը ճշմարտության փոխանցելու, այլ խնդրում է հավատացյալներին, որ աղոթեն իր համար, որպեսզի ինքը կարողանա ճշմարտությունը քարոզել։ Ինձ համար ամենագեղեցիկ օրինակը Ծննդոց գրքի մեջ է, սիրելիներս։ Աբիմելեք թագավորը, որ Կադեսում էր ապրում, երբ որ Աբրահամ նահապետը գնաց այնտեղ, իր կնոջը Սարային ներկայացրել որպես քույր, եւ հավանելով նրա գեղեցկությունը տեսնելով թագավորը նրան կնության արավ։ Աստված երևաց երազի մեջ նրան եւ ասաց. ինչու մեղ գործեցիր, այդ կինը ամուսին ունի։ Եվ թագավորն ասում է. Տեր, դու գիտես, որ ես արդար եմ, նա որպես քույր ներկայացրեց, ես էլ հավանեցի, ուզեցի պսակվել։ Եվ ինչ ասում Աստված։ Ուղղակիորեն խոսում էր Աստված Աբիմելեք թագավորի հետ, ասում է. նրա կնոջը վերադարձրու, քանի որ նա մարգարե է, քեզ համար կաղոթի եւ դու կապրես։ Երբ որ Սարային վերադարձրեց, ասում է Աբրահամը աղոթեց, թագավորը, նրա կինն ու երեխաները, նրա աղախինները բժշկվեցին, եսեցին ծննդաբերել, որովհետեւ մինչեւ այդ Աստված նրանց զրկել էր ծնելու այդ օրհնաբեր իրականությունից։ Ինչ է սա նշանակում։ Աստված ուղիղ խոսում էր թագավորի հետ, գիտեր, որ այդ թագավորը անմեղ է եւ արդար է, բայց ասում է. գնա Աբրահամին ասա, թող քեզ համար ինձ աղոթի, որպեսզի քո տունը չկործանվի։ Արդյոք սա բարեխոսություն չէ։ Արդյոք երկնքի մեջ ապրող սուրբը չի կարող մեզ համար բարեխոսել, սիրելիներ։ Ուրեմն սուրբերի բարեխոսությունը մեզ առաջնորդում է դեպի ճշմարտություն։ Երբ որ մենք մերժում ենք ասելով, որ նրանք չեն կարող աղոթել, մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել, ապա ինչ է նշանակում նաև առաքյալի մյուս խոսքը, մենք մեկ միջնորդ ունենք, այո, մեկ միջնորդ ունենք երկնքի մեջ մեր փրկության համար։ Այս երկրի մեջ մեկ փրկություն ունենք, Հիսուս Քրիստոս միջնորդը, բայց նաև պետք է աղոթել Հիսուս Քրիստոսին, թե երկրի ապրող մարդիկս հավատացյալներս իրար համար, եւ երկնքում ապրող հավատացյալները պետք է աղոթեն, որպեսզի մեր փրկության ճանապարհի մեջ մենք հաստատուն մնանք, չշեղվենք եւ հասնենք այդ արդարությանը։ Երբ որ մենք մերժում ենք սուրբերի բարեխոսությունը, նորից եմ կրկնում, մենք մեզ ավելի հպարտ ու կարևոր ենք կարծում, քան նրանք, ովքեր ապրել են մեզանից առաջ։ Նրանք արդեն երկնքում են, հաղթանակած են եւ այդ հաղթանակած վիճակի մեջ խնդրում են Տիրոջը մեզ պահելու, պահպանելու համար։ Սրա մեջ վատ բան չկա, որ մերժենք ու ասենք մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել,